Սկրինինգային մամոգրաֆիայի գրանցում կարող է կատարել նաև ԱԱՊ գծագրված բժիշկը, օգտվելով հատուկ ֆունկցիոնալությունից։ Հարկավոր է սեղմել հաշվետվություն դաշտի վրա, ապա կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգի ենթակա կանայք, ում դեռևս չի կատարվել մամոգրաֆիկ հետազոտություններ, սեղմեք քանակ տվյալի վրա, ապա ծրագիրը ֆիլտրում է սկրինինգի ենթակա կանանց տվյալները և ներկայացնում ցուցակի տեսքով։ Սեղմելով բացել ԵԱՊ կոճակը, կարող են գրանցել այդ լրացնելով կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգի փաստաթուղթը։ Հարկավոր է լրացնել դեպք բաժինը։ Պարտադիր դաշտերը լրացնելուց հետո հարկավոր է սեղմել հաստատել կոճակը։ Տեղափոխվենք ախտորոշում ծառայություն ծածկույթ, խմբագրել, լրացնենք համապատասխան ախտորոշումը Z12.3, հաստատել, ապա սեղմենք այցում առկա հիշել կոճակ, փոփոխությունը պահպանվեց։ Տեղափոխվենք պատմություն բաժին, անձնական տվյալների անվտանգության տեղեկացումը տեսնելուց հետո հարկավոր է սեղմել շարունակել կոճակը։ Զննում դաշտում հարկավոր է սեղմել ավելացնել պլյուս կոճակը, կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգ։ Բացված պատուհանում հարկավոր է լրացնել կրծքագեղձի արտաքին տեսք, կրծքագեղձերի շոշափում, տեղակայում, լիմֆատիկ հանգույցների շոշափում, տեղակայում, կրծքագեղձերում գոյացության շոշափում, գոյացությունը, գոյացության կոնսիստենցիան, գոյացության շարժունակությունը, եզրերը, թևատակերում գոյացության շոշափում, մաշկը, պտուկները, պտուկներից արտադրություն, դաշտանի մեկնարկ, դաշտանադադարի մեկնարկ։ Տվյալները գրանցելուց հետո հարկավոր է սեղմել հիշել կոճակը։ Փոփոխությունը պահպանվեց։ Կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգ փաստաթուղթը լրացնելուց հետո հարկավոր է տեղափոխվել այց բաժին։ Բուժաշխատողներ, ռեսուրս, համապատասխան բուժհաստատության այցի գրանցման համար հարկավոր է սեղմել այցերի պլանավորում կոճակը։ Բժիշկներ ռեսուրս տողում հարկավոր է սեղմել պլյուս կոճակը, ընտրել համապատասխան բուժհաստատությունը, համապատասխան բժշկի տվյալը, ռեսուրս, ապա գրանցենք այցելության ժամը, հաստատել։ Փոփոխությունը պահպանվեց։ Տվյալ հաղորդագրությունը նշանակում է, որ արդեն իսկ գրանցվել է այց համապատասխան հաստատությունում ձեր կողմից նշված բժշկի մոտ։ Եթե սկրինինգային մամոգրաֆիկ հետազոտությունից հետո պացիենտը կարիք ունի դրա հետազոտման, ապա տվյալները կարտացոլվեն հետևյալ ցանկում։ Բժշկի կողմից լրացված պատասխանը դիտելու համար հարկավոր է պատմություն բաժնում սեղմել համապատասխան ախտորոշման տվյալի վրա, որի ներքևի հատվածում նշված է տվյալ բուժհաստատության անվանումը։ Սկրինինգային մամոգրաֆիա։ Եթե պացիենտի մոտ առկա չէ որևէ խնդիր, դուք տեսնելու եք վերջին բժշկի կողմից լրացված գրանցումը։ Իսկ լրահետազոտման կարիք ունեցող կանանց դեպքում, եթե սկրինինգային մամոգրաֆիայի տվյալը 34-ից բարձր է, ապա լրացվում է նաև կոնսենսուսային որոշում։ Ինչպես նաև նշենք, եթե ուռուցքաբանի կողմից լրացվել է ուռուցքաբանի խորհրդատվական թերթիկ, ապա թերթիկի տվյալը ևս կարտացոլվի համապատասխան դաշտում։ Շնորհակալություն։